Ական 83 Գնահատական Մեր բակի աղջիկները 90-ականների համաբակային պարի մրցույթի համար DJ Bobo-ի Everybody երգի տակ ռեփ պար էին բեմադրել։ Մրցույթից մեկ օր առաջ բակը գեներալնի փորձի էր նախապատրաստվում։ Եթե բակային ժյուրին բարձր գնահատեր, աղջիկները թաղային մրցույթի պետք է մասնակցեին։ Ալո, շողեր, ինչ եղար, հերիքա գործես, էդ շուղերը թող իջի երեխեքը հեսա պար են ցույց տալու։ Աման, ես էդ գժական շարժումների հավեսը չունեմ, էդ էլ պարա կոչվում, ասա աղջիկ եք, փոխանակ նազանք պար պարեք, փորներդ բացել տրճիկ եք տալիս, որ ինչ։ Հա, դե որ դուք ծապտակ, դրանք էլ կպարեն, բա ինչ։ Անհավան ու դժգոհ մարդիկ յուրաքանչյուր ազատը, օտարը ու նորը հակազգային երևույթ էին համարում։ Իհարկե պետք է ազգայինը խրախուսվեր, բայց ժամանակակիցին նման խիստ արձագանքելը և մարդկանց անձնապես պիտակավորելը սխալ է։ Բայց թաղերի BBC-ները և պարապ պպզողները նույնիսկ ամենահամեստ ազատամիտ կարծիքը էնպես էին պիտակավորում, որ տվյալ մարդու կարիերան դեռ չսկսված ավարտվում էր։ Մեկը մյուսի կյանքը քննարկելու, խոշորացույցի տակով անցկացնելու հայկական սովորության պատճառով ուրիշի կարծիքի համար ապրելը մեզանում արմատացավ, հայկական բնավորություն դարձավ։ Մյուս կողմից լավ էր, գոնե ուրիշի կարծիքը կարևոր ու թանկ էր։ Էդի տուն տանելու աղջիկ չի արտահայտությունը կայծակնային արագությամբ տարածվողներից էր։ Բայց ի բարօրություն շատ աղջիկների, բակերում լինում էին բանական տղերք, որոնք նման խոսքերի համար պատասխան էին պահանջում, և եթե սուտ էր, տվյալ աղջկա հեղինակությունը կարողանում էին փրկել։ Այժմյան աղջիկները և կանայք պաշտպանության կարիք այդքան չեն զգում, որքան 90-ականներին էր պետք։ Ով կմտածեր, որ կգա մի օր, աղջկա խոսքը շատ տղամարդկանց խոսքից ավելի ազդեցիկ, այսպես կոչված ասնավանի կլինի։ Կանայք և աղջիկները կամաց-կամաց ինտեգրվում են լուրջ թեմաներին, և դա ողջունելի է։ This is a man's world։ Այո, իհարկե սա տղամարդկանց աշխարհ է, քաղաքակրթությունները տղամարդիկ են կառուցում, բայց մարդկության շարունակությունն ապահովող իգական սեռը պետք է իր խոսքն ունենա։ Սակայն պետք չէ մոռանալ, որ կանացի խոսքը պետք է քնքուշ համբույրի քաղցրություն ունենա։ Քանի որ համբույրից խոսք գնաց, 90-ականներից մի հետաքրքիր դեպք պատմեմ։ Մի քանի տարեկան էինք, 6 կամ 7։ Մեր շենքի կողքի կանաչապատ տարածքի նստարանի դիմաց գարաժ սարքելու համար ավազ ու արմատուրա ամրաններ էին լցրել։ Գիտեմ, շատ լավ գիտեմ, որ դրա անունը ավտոտնակ է, բայց մեր գեղեցիկ միջավայրը նեղացնող շինությանը գարաժն ավելի է բնորոշ։ Ինչևէ, գոնե ավազներով խաղալու հնարավորություն ունեինք։ Ավազի թումբի վրայից նկատեցինք, որ մի քանի մետր հեռու անկյունի չերևացող հատվածում մի անծանոթ երիտասարդ տղա ու աղջիկ փաթաթված զրուցում են։ Լուռ հետևում էինք։ Հավանաբար սիրո փոխադարձ խոստովանությունից հետո սկսեցինք քնքուշ համբուրվել։ Շատ անսովոր, բայց գեղեցիկ պատկեր էր։ Հակառակի նման հանդիպակաց շենքի տարեց կանանցից մեկը հայտնվեց այդ վայրում և համբուրվող զույգին բռնացրեց։ Պատկերացրեք, 90-ականների թաղ, ծաղկավոր խալաթով զեփյուռ տոտա ու համբուրվող զույգ։ Զեփյուռ տոտա, համբուրվող զույգ։ Fatality, բուբու, Բա դուք նամուս ունեք, օրը ցերեկով երեխեք ու տարեցներ են անցնում, ինչ եք սովորացնում, միատ ցվրվեք, ստեղ ձեր համար խուժանություն անելու տեղ չի։ Մեզ անծանոթ սիրահարները, որոնք հավանաբար շատ հեռու տեղերից էին եկել, որ համբուրվելիս բռնվելու դեպքում ազգուտակով խայտառակ չլինեին, ամոթխած փախան, իսկ զեփյուռ տոտան չէր հանգստանում։ 10 րոպե հետո ամբողջ թաղը այդ մասին գիտեր։ Նաև գիտեին, որ այդ խայտառակ, ամոթալի, ազգադավ տեսարանին մենք ևս ներկա ենք եղել։ Մի խոսքով, մեր մանկական ընկալման մեջ համբույրի տեսարանը տպավորվեց իբրև ստորացուցիչ մի արարք։ Իհարկե, որպես հայ տղամարդ երեխաների ներկայությամբ կրքոտ համբուրվելը ճիշտ չեմ համարում, բայց իրավունք էլ չունեմ քարկոծել այնպես, որ ականատես երեխաները մեծանան և առաջին համբույրի ժամանակ ինձ հիշեն, ինչպես որ ես տարիներ հետո առաջին համբույրի այդ գեղեցիկ պահին զեփյուռ տոտային հիշեցի։ Վախը սրտումս չէր, որովհետև զեփյուռ տոտան արդեն գրին քարտով Ամերիկա էր մեկնել։ Եթե ճակատագրական սխալներ չեն արվում, մանր-մունր թեմաները ուռճացնել և շահարկելը էներգիայի կորուստ է։
Երբ հայը մեկ ուրիշ հային գնահատելու հնարավորություն է ստանում, սովորաբար շատ խիստ է գնահատում։ Մի հասարակ օրինակ. այս օրերին Երևանում խցանումների և օր-օրի փոխվող երթևեկության կանոնների պատճառով նյարդայնացած վարորդների զգալի մասը տաքսի է քշում, տուն է պահում։ Տաքսու վարորդի մասին պատկերացումները գնալով փոխվում են, որովհետև մեքենա վարող յուրաքանչյուր ոք կարող է հավելվածի շնորհիվ օրվա մեջ մի քանի ժամ տաքսավատ անել։ Սա նոր ժամանակների անգործ չմնալու լավագույն տարբերակներից է։ Մեքենաներ պատվիրող շատ մարդիկ, որոնք երբեք որևէ գնահատական տալու հնարավորություն և կարողություն չեն ունեցել, այսօր հավելվածի շնորհիվ գնահատելու հնարավորություն ունեն և այդպես կյանքի հանդեպ իրենց դժգոհ վերաբերմունքը գործնականում կարողանում են ցույց տալ։ Մարդը կոմֆորտ պլյուսով եկել է հետևիցդ։ Ի՞նչը դուրդ չեկավ, ինչի ցածր գնահատեցիր, որ ռեյտինգը իջնի դու քեզ լավ զգաս, որ քո կարծիքը ինչ-որ միտեղ որոշիչ լինի։ Սա հասարակ օրինակ էր, բայց այս նույն տրամաբանությամբ չուզողություն անելը ազգի միջից արմատախիլ անել է պետք, չէ որ բարձր գնահատանքի արժանացած մարդը լավ գործեր անելու մեծ պոտենցիալ ունի, ուրեմն մեկս մյուսին հարգենք և մեր ունեցած Հայաստանը բարձր գնահատենք, այսպիսով ազգի ինքնագնահատականը ևս կբարձրանա, իսկ բարձունքից ամեն ինչ տեսանելի կլինի։